Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Թուրքական NTV հեռուստաալիքը հրապարակել է ռեպորտաժ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։ Ազգային ժողովի փոխոսնակը նշել է, որ Հայաստանը ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու այդ հարցում մեր մոտեցումը չի փոխվել։ Ակնկալում ենք ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերություններն ու Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակումը։ Թուրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի բյուջեի հաշվին։ Այս մասին թերթեմի հետ զրույցում ասել է հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Երևանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ երկրի նկատմամբ, միայն իր պաշտպանական կարողություններն է արդեականացնում։ Հնդկական VON-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հնդկաստանում արտադրված պաշտպանական միջոցների, հատկապես պինակայը ձեռք բերելու շուրջ Բաքվի դժգոհություններին։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանի սպառազինության քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ մարտունակ բանակ ունենալը երկրի ինքնիշխան իրավունքն է։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում, նշվում է Le Figaro հեղինակային պարբերականի անդրադարձում։ Ազերթաջը հաղորդել է, որ Վարդանյանի դեմ այսպես կոչված տուժողները ցուցմունք են տվել և պատմել, թե ինչ վնասվածքներ են ստացել պատերազմի ժամանակ։ Նրանք առավելագույն պատիժ են պահանջել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանն են։ Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում, իսկ նրա մարմնի վրա եղել է դանակի 17 հարված։ Փրկարարները հայտնաբերել են Արագածի գագաթին ձյունահուսի հետևանքով կորած ալպինիստի դին։ Մարտի 11-ին ահազանգ էր ստացվել, որ 9 հոգուց բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ 8-ը դուրս էին բերվել, մեկն անհետ կորել էր։ Նրանք Իսպանիայի քաղաքացիներ են։ Մենք հասնում էինք գագաթ, երբ ձնահյուս սկսվեց։ Այդ ողջ ձյունը լցվեց մեզ վրա և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել ենք դեպի ներքև։ Վարորդը փակել է ավտոբուսի դռները, 65-ամյա ուղևորը մնացել է արանքում, նա հոսպիտալացվել է, դեպքը տեղի է ունեցել մարտի 6-ին, հայտնում է Շամշյանը։ Ազգային ժողովի նախագահը առաջարկում է տուգանք սահմանել մեքենայից բարձր երաժշտության և անհարկի ազդանշանների համար։ Ալեն Սիմոնյանն այժմ գործընկերների հետ օրենսդրական կարգավորում է մշակում։ Նիկոլ Փաշինյանը օրը սկսել է հեծանվային զբոսանքով, նա գրառում է արել, որ քաջալերում է վաղ արթնանալու սովորությունը, առողջ ապրելակերպը և տեղաշարժման այլընտրանքային եղանակները։ Փաշինյանը 9 պատճառ է նշել, թե ինչու է կարևոր հեծանիվ քշել։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները ամերիկյան կողմը դրական և արդյունավետ է գնահատել։ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱՄՆ-ի 30-օրյա զինադադարի առաջարկը, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ այժմ խաղաղության հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մերժել է Թրամփի հետ բանակցությունների հնարավորությունը, նա քննադատել է Սպիտակ տանը վերջերս կայացած Զելենսկի-Թրամփ հանդիպումը, նրանց լեզվակռիվն անվանելով ամոթալի։ ԱՄՆ-ում 4-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել պահանջելով ձերբակալել իր պաղպաղակը կերած մայրիկին։ Երբ ոստիկանները տուն են մտել, տղան փոխել է միտքը։ Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցները կրկին այցելել են ընտանիքին տղային պաղպաղակ տալու համար։ Հոնդուրասում տղան մեծ եղբորը կոկորդիլոսով լողավազան է հրել, բարեբախտաբար եղբայրը չի վնասվել, երեխայի կատակը բարեբախտաբար լավ ավարտ է ունեցել։ Կամ սողունն այնքան էլ սոված չի եղել, կամ վախեցած դեռահասն է արագ կողմնորոշվել։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։
Հրապարակը գրում է նախորդային խորհրդարանում փակ քննարկում է տեղի ունեցել Եվրաքվեի հետաձգված նախագծի վերաբերյալ, որին մասնակցել են ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի իշխանական պատգամավորներն ու Եվրաքվեն նախաձեռնող 3 ուժերի, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Քննարկումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ ԿՊԱ-կան պատգամավորները Եվրաքվեի նախաձեռնողներին համոզել են, որ աշխարհաքաղաքական վայրի վերումներով պայմանավորված ճիշտ կլինի, որ նախագիծը դեռ օրակարգ չբերվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար, որ Ռուսաստանի զայրույթը չհարուցեն։ Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 12-ին, սակայն նախագծի հեղինակները 2 ոտքը 1 կոշիկի մեջ դրած պնդել են, որ այն պետք է ընդունվի եւ օրենքի տեսք ստանա մարտի 25-ին մեկնարկող լիագումար նիստերին։ Դեռևս մարտի 3-ին ԱԺ հիշյալ հանձնաժողովում քննարկումներից հետո հայտարարվեց նախագիծը 2 ամսով հետաձգելու մասին։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հետաձգումը հիմնավորեց տեխնիկական պատճառներով, սակայն լուրեր կան, որ Եվրաքվեն սառեցնելու որոշումն աշխարհաքաղաքական հիմնավորում ունի։ Թրամփ-Պուտին հաշտեցումից եւ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է կրակի հետ չխաղալ, սպասել ու հասկանալ, թե աշխարհաքաղաքական քշերքի որ նժարն է ծանրանում, որ ինքն էլ այդ ուղղությամբ սլանա։ Անկամ Ռուսաստանի հետ մերձեցման քայլերի է ձեռնամուխ եղել, հրահանգել է միջգերատեսչական շփումները վերականգնել, պատրաստվում է Մոսկվա մեկնել մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին մասնակցելու։ Մյուս կողմից էլ փաստորեն արևմտամետներն են ճնշումներ գործադրում իշխանությունների վրա, պահանջում են օր առաջ ընդունել Եվրաքվեի նախագիծը, հակառակ դեպքում կհամալրեն ընդդիմության շարքերը։ Հրապարակում կարդում ենք. գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռևերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված Եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգել է եւ Ռուսաստանին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը։ Սակայն Ռուսաստանում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը ըստ լուրերի պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը եւ հասկանան ինչպես են շարունակում համագործակցությունը Հայաստանի հեղեղուկ իշխանությունների հետ։ Մատվիենկոն ըստ նախնական պայմանավորվածության պետք է ժամաներ փետրվարի վերջին, մինչդեռ ասվեց, որ հունիսի 5-ից 6-ը կգա։ Ռուսաստանում սպասում են տեսնեն Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։ Իշխանական աղբյուրները կասկած չունեն, որ կմասնակցի 2023-ին էլ է մասնակցել, 24-ի մայիսի 8-ին էլ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց ու վերադարձավ։ Նույն աղբյուրը գրում է. ԿՊՕ-ում կարծում են, որ Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։ Ուրբաթ օրը ԱԺ-ում ԿՊԸ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։ Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվում էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ։ Թե պատճառը որն է եւ ինչ պայմանավորվածության համաձայն չեն մանրամասնել։ Նիկոլ Փաշինյանը եւս չի մանրամասնել փակնիստում իր դժգոհության պատճառները, սակայն խաղաղության գործընթացի մասին նրա խոսքից ԿՊՕ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել է Ադրբեջանը։ Բանն այն է, որ Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաև ամիսներ առաջ։ Նա է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում։ Նա այս պաշտոն զբաղեցնում է 18-ից եւ անձամբ դեմ է միջազգային հայցերը հետ կանչելուն։ Իսկ դա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը։ Մինչդեռ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներում էլ չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին։ Փակ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է նաև, որ խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չկա։ Ադրբեջանը շարունակում է պնդել բոլոր պահանջները, եթե չկատարեն, ռազմական ճանապարհով կասնի Բաղդալի միջանցքին։ Հավանաբար Ադրբեջանը վստահ է եղել, որ Կիրակոսյանը միջազգային ատյաններում կշարունակի իր դեմ աշխատել եւ նրան հեռացնելու պահանջ է դրել։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ Facebook-յան էջում կարճ տեսանյութ տարածեց կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ըստ որոշ տեղեկությունների Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, մեղրիով երկաթուղային անխոչնդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։ Ըստ էության հաստատվում են լուրերը, որ Փաշինյանը սեր շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով։ Ռուսաստանում տեսախցիկը ֆիքսել է, ինչպես է հարևանը փրկում շենքի 6-րդ հարկի պատշգամբի ճաղերից կախված երեխային։ Կադրերը շատ արագ են տարածվել համացանցում։
Տղամարդը քնել է գնացքի գծերի վրա և ողջ մնացել գնացքի վրա երթից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել Պերույում, տեսագրությունը հրապարակել է BBC-ն։ Նա ամենայն հավանականությամբ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, բայց թե ինչպես է կարողացել անվնաս դուրս գալ գնացքի տակից, ուղղակի զարմանալի է։ ՆԱՍԱ-ն տեսանյութ է հրապարակել Պարկեր տիեզերական զոնդից առաջին սարքից, որը կարողացել է այսպես ասած դիպչել Արեգակին և չվնասվել։ Մտնելով լուսատուի տիրույթ նաև ձայնագրություն է արել։ Չինական Tencent ընկերությունը նոր մոդել է թողարկել, որն այսպես ասած կենդանացնում է լուսանկարները։ Այն նախորդի կատարելագործված տարբերակն է, ստեղծում է 5 վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ Ուֆայում կայունած մեքենան անսպասելի հայտնվել է փոսում, կադրը ֆիքսել է հարակից շենքի տեսախցիկը։ Եղանակը տաքանում է, տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կբարձրանա ևս 4 միշ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ, մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։